Երբ նրա տեսահոլովակները հայտնվեցին համացանցում, շատերը մշակութային շոկի ենթարկվեցին։ Պատճառը կանոնի ներկայացման ու մատուցման ձևն էր։ Ես փոքրուց ունեցել եմ իմ ոճը, նույնիսկ սովորությունը, որ լինել տարբերվող, փորձել ինչ-որ նորություն մտցնել։ Ես չէի պատկերացնում, որ այսպիսի մեծ մասշտաբով է սիրվելու ու տարածվելու իմ տեսանյութերը, ավելի ճիշտ, ու ինձ շատ մոտիվացնում է, շատ ոգևորում ու հպարտություն եմ զգում, որ հայ եմ ու հայերը ինձ այսքան սիրում ու աջակցում են։ Կանոնահարուհի Բելլա Պապիկյանը երաժիշտների ընտանիքից է։ Հայրը երաժիշտ է, քամանչահար, աշխատում է Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբում։ Երաժշտական 2 դպրոց է ավարտել։ Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցում սովորել է Լաուրա Մելիքյանի դասարանում, ապա ուսանել Գոհար երաժշտանոցում։ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտելուց հետո աշխատանքային հրավեր է ստացել Դուբայի օպերայից, որտեղից էլ սկսվել է կանոնահարուհու կարիերայի հաղթարշավը։ Նախորդ տարվա ավարտին Բելլան նվագեց աշխարհահռչակ թավջութակահար Ստեֆան Հաուսերի հետ։ Նրանց կատարումները լայն տարածում ստացան սոցիալական հարթակներում, ունենալով 100 հազարավոր դիտումներ։ Կանոնահարուհին անկեղծանում է, Հաուսերի հետ նույն տեսահոլովակում հայտնվելը տարիներ առաջ անհասանելի երազանք էր թվում։ Նա այն երաժիշտներից է եղել, ում ես երկրպագել եմ դեռ շատ վաղուց։ Ես հիշում եմ, երբ որ նոր էի տեղափոխվել Դուբայ, ամսագրերից մեկից հարցազրույցի առաջարկ էի ստացել եւ կային տարբեր կետեր, ինչպես եմ սկսել ամեն ինչը եւ այլն, եւ վերջում կար մի կետ, որտեղ նշված էր, որտեղ հարց էր տրված, ով է այն երաժիշտը, ում հետ կցանկանամ օրերից մի օր հայտնվել մեկ բեմում, եւ ես նշել էի Հաուզերի անունը։ Երբեք չմտածելով, որ այդ կարող է օրերից մի օր կատարվել։ Այն ժամանակ նույնիսկ հայտնվել իր համերգին ինձ համար երազանք էր եւ այսօր մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, շատ մտերիմ ենք ու միասին ունենք թողարկած շատ տեսահոլովակներ։ Բելլան կանոնը սիրելի դարձրեց, դահլիճներից տեղափոխելով տեսարժան վայրեր։ Երբ որ Կոլիզեում էի նվագում Իտալիայում, մարդկանց բազմությունն էր հավաքվել իմ առաջ եւ ես իրականում աչքերս փակ նվագում էի ու չէի նկատել, որ այդքան մարդիկ են այդտեղ ու երբ որ հարցնում էին որտեղից եք գործիքը եւ ես ասում էի հպարտությամբ որ ես հայ եմ, հայկական գործիքի վրա եմ նվագում, ասել որ դու հայ ես ու նվագել հայկական գործիք արտասահմանում եւ դառնալ սիրելի բոլորի համար, դա ինձ թվում է մեծ պատիվ է։ Հայ հասարակությունն արդեն հնարավորություն ունեցավ վայելելու Բելլայի նվագը Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ։ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Կանոնահարուհու առաջին մենահամերգն էր հայրենիքում։ Բելլայի հայրը մեր քամանչահարներից է Հրանտը Պապիկյան։ Ինձ մի անգամ ասեց, որ նպատակ կա մենահամերգ կազմակերպելու մեր նվագախմբի հետ։ Ես էլ ասեցի սիրով, Բելլան ինքը շնորհալի աղջիկ է շատ։ Ինչ խոսք, դա շատ կարևոր է այսպիսի համագործակցությունը նախ տարբեր երաժիշտների հետ եւ դա ճանաչում է բերում մեր ազգային նվագարաններին, կանոնին, հրաշալի նվագարան։ Իրականում ավելի պարտավորեցնող է, որովհետեւ իմ ամեն մի թերություն կամ սխալ կամ ինչու ոչ նաև լավ նվագ հայրիկը ոնց որ ավելի շատ է լարվում, քան ես ինքս ու տեսնելով իր լարվածությունը ու հուզվածությունը ինձ ավելի պարտավորեցնող է, որ ես անպայման իր պատիվը բարձր պահեմ։ Արտերկրում մեծ լսարան ձեռք բերած ու հայկական կանոնը հանրահռչակած արտիստուհին բազմաթիվ նպատակներից առանձնացնում է կարևորը։ Հայկական մաքրամաքուր երաժշտությունը կանոնի ելևէջներով լսելի դարձնել ամբողջ աշխարհում։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Էդվարդ Ասատրյան, Ռադիոլուր։